եթե ֆիտանի շուրթերից հնչում են, որ որպես այդպիսին իրենց համար, որպես գործընկեր, որին կուզենային տեսնել եւս մեկ անգամ պաշտոնավարման process-ով, այդ Նիկոլ Փաշինյանն է, դա էլ նշանակում է, որ իրենց մոտ կա այդ աջակցությունը, այդ օժանդակությունը։ Այսինքն այդ հայտարարության կոնտեքստում դա կա։ Ուրիշ բան, որ երբ որ դիվանագիտական բառամթերքով փորձենք հասկանալ բանը, այդ տողատակերում ինչ կա, բայց ուրիշ բան է, երբ որ կոնկրետ զուտ հայտարարությանն ենք հասնում։ Հայտարարության պահով հələ դուք մի հատ պատկերացրեք, ասենք ուրիշ էլ ինչ պատասխան պետք է հնչեր։ Երբ որ հարցադրումը շատ ուղիղ էր, կոնկրետ Ֆիտանային այլ բան չէր մնում պատասխանել, քան ասել, որ մենք տեսել ենք կամ մենք լսել ենք, որ Հայաստանում օրինակ ինչ-ինչ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վարչապետը վայելում է ժողովրդի հարգանքը, սերը եւ քվեի հնարավորություն ունի, հետեւաբար մենք նաեւ միտված է խաղաղության տարածաշրջանում կոնֆլիկտների վերջնական հանգուցալուծման, հետեւաբար մենք կուզենանք, որ հունիս ամսին ինքը գա։ Պարզ է, որ այդտեղ ընդդիմությունը պարզ է, որ պետք է սրերով թրերով ընդունի, էմոցիոնալ նաեւ այստեղ պետք է ինչ որ հանգամանքներ տնի, որը որ պայմանավորված է, որ այո, ստացվում է թուրքական օժանդակություն կա, օգնություն կա, թե ինչ տեսքով դա կլինի, ես չեմ կարծում, որ զուտ խոսքի բերումով միայն կլինի խոսքի մակարդակով օժանդակություն։